Ես չեմ կարծում, որ հիմա ինչ որ չափազանցություն կասեմ, եթե ասեմ, որ ամենայն դեպս այս դաշտի ամենաուժեղ կուսակցությունը Հանրապետություն Դա կուսակցությունն է։ հարցումները ամենայն դեպս հաստատում են։ Այո, եւ Հանրապետություն կուսակցության ներկայությունը իսկապես խորհրդարանում, եթե մյուս ուժերն էլ անցնեն, միանշանակ դա կլինի մեր ձեռքբերումը նաեւ։ Հանրապետություն կուսակցության ներկայությունը խորհրդարանում ես ձեզ հետ լիովին համաձայն եմ, հավասարակշռող դիրք է ունենալու, որովհետեւ առավելևս այն պարագայում, երբ քաղաքացիական պայմանագիր կուսակցության ներկայացված նախընտրական ծրագրում շեշտը դրվում է ոչ միայն այդ հավասարակշիռ քաղաքականության շարունակմանը, որը ես իսպառ բացառում եմ, դա մեր երկրում ռուսական այսքան մոնոպոլիաների առկայությամբ ինչն է հավասարակշռում, ցանկացած քաղաքականության հիմքում տնտեսությունն է։ Տնտեսության մեջ հավասարակշռություն որևէ պարագայում 8 տարում քաղաքացիական պայմանագիրը չի ասել։ Ավելին, այստեղ ավելացված է նաև տարածաշրջանային քաղաքականությունը, տարածաշրջանայնացման քաղաքականությունը, որը դարձյալ իմ գնահատականով նոնսենս է, որովհետև եթե Հայաստանը կտրվում է մյուս պետությունների հետ տնտեսական համագործակցությունից, տարածաշրջանից դուրս մյուս պետությունների հետ, այսինքն ինչ մենք բացառում ենք տրիպը։ Ինչ է դուրս գալիս էլի։ Առաջին հայացքից այդպես է ընկալվում, ես հասկանում եմ, որ քաղաքացիական պայմանագիրը ինչ, բայց տրիպը բացառել չի կարող։ Դա թե պատերազմի եւ խաղաղության հարց է, թե անվտանգության հարց է, թե տնտեսական զարգացման հարց է, եւ ընտրություններում իրենց գլխավոր հաղթաթղթերից մեկն է։ Այնուամենայնիվ վերադառնալով ասենք կոնկրետ Հանրապետությանը, ես կարծում եմ Հանրապետությունը բոլոր հնարավորությունները իսկապես ունի խորհրդարանում հայտնվելու, որովհետեւ որևէ մեկի համար գաղտնիք չի, որ ԿՊ-ն իսկապես գնալու է իր 50+1-ին, այսինքն քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը խորհրդարանում մեծամասնություն ունենալու խնդիր չունի։ Եվ այս պարագայում միջին վիճակագրական ընտրողի համար, որը չի ուզում, որ եւս 5 տարի այսպես գողփիսով ու քաչալ շուն ու չգիտեմ իրար ինչ ասեն, ունենա մի ուժ, որում ինքը իսկապես ներկայացված կլինի իր լավագույն մղումներով։